Հունիսի 14-ի բնականաղետից 10 օր է անցել։ Շիրակի մարզի գյուղերում մեկը վստահ է, որ բերքը չի վերականգնի, մյուսը հույս ունի կիսով չափ վերականգնելու ցանկատարողությունները։ Գյուղացին աջակցության հույսով սպասում է, իսկ մարզպետի աշխատակազմը դեռ չի ավարտել գույքագրումը, հետևաբար բնականաղետից հասցված վնասի հստակ թվեր էլ չկան։ Թվային տվյալներ չեմ կարող ասել, որովհետև փոփոխման ենթակա են, այդ տվյալները համայնքներից ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե տվյալները փոփոխվում են։ Ախուրյան, Արտիկ ու Գյումրի այս 3 համայնքներն են մեծապես տուժել ուժեղ քամու տեղացած կարկուտի հորդառատ անձրևի հետևանքով։ Երկխոսության մեդիա կենտրոնում համայնքի վնասներին են անդրադարձել մարզային ու քաղաքային իշխանության, ինչպես նաև համատիրության ներկայացուցիչները։ Առ այսօր ուսումնասիրված է 42 դեպք, այսինքն դա պետական շենքեր են, բարձրակ շենքեր են, սեփական տներ, տնակներ եւ այլն, բայց դիմումների խոսքը շարունակվում է։ Ուսումնասիրություններ են կատարել, բացահայտել են 52 դեպք, առանց դիմումների սկսել են աշխատանքները, արդեն 24 մետար վերացրել ենք, այսօր էլ աշխատանքները գնում են, վերացրել ենք, բացում ենք շենքեր, որոնց վնասները շատ են, ու մեր ուժերով երևի ենք շատ երկար տեղ է այդ վնասի վերացնելու խնդիրը, ֆինանսական միջոցները դեկարված։ Ներկայացրել ենք համայնքին ներկայացրել ենք մեր ունեցած այդ խնդիրների վերաբերյալ տեղեկանք, սպասենք, տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Ոլորտի պատասխանատուները առուն չթռած հոբ չեն անում, բայց եթե կառավարությունը որոշի աջակցել, այդ աջակցությունը պետք է լինի ոչ թե միայն վնասի չափերով, որն իրենից ժամանակավոր լուծում կներկայացնի, այլ այնպես, որ հետո կօգնի խուսափել հավանական աղետների դեպքում։ Պատկերացնեք, որ բարձրանաց այդ կդուրի վրա եւ վերանորոգես կդուրը, անպայման կողքերից հին կդուրները ազբոշիֆերներ կկոդորվի, այնտեղ մեդալական թիթեղները պատասխանեն, այսինքն դա պիտի անպայման մենք նկատի ունենք, պլյուս դրանց կատարվող աշխատանքները սովորաբար երբ որ նյութի արժեքի նկատմամբ պետք է առնվազն մոտ 60-65% ավելացնել, որպեսզի կարողանաս կատարողական ակտ ստանալ, այսինքն աշխատանք կատարես։ Պարբերաբար Գյումրի գետակից ավելի վարար դարձող Գյումրու փողոցներում ջրատար համակարգեր կան, սակայն Կնյազ Մանասյանի խոսքով մի կողմից տեղումներն են շատ, մյուս կողմից դրանք խցանվում են աղբից եւ հատկապես տերևներից։ Այսպիսով Գյումրու մի շարք փողոցներ դառնում են խնդրահարույց։ Ուրեմն Երևանյան խճուր դեպի Տերյան փողոց թեփող կամրջի տակ, Կարելամերձ հրապարակում, Գորկու եւ Մուսալյան փողոցների խաչմերուկում, եւ մնացած Շիրակաց փողոց ամբողջ խոսքով Մարիսյան քանոր ջրահեռացում չկա, Մարիսյան գյուղից սկսած գալիս է մինչեւ Չիվանու փողոցով գնում է Գյումրի գետակ։ Ամենամեծ համատիրություններից մեկը Գյումրի կենտրոն համատիրությունն էլ, չնայած ֆորս մաժորային իրավիճակին վնասված կտուրների խնդիրը շարունակում է կարգավորել։ Համայնքը պարտավոր է պատշաճ ձևով հանձնել բնակիչների մեջ ընկերը, այսինքն կտուրը վերանորոգված, պատեզները վերանորոգված, բոլոր տեսակի աշխատանքները կատարված, որը ժամանակների ընթացքում չի եղել ուժ մոտեցում, չի կատարվել այդ խնդիրները, այսօր ժողովուրդը էլի մնացել է իմ ասած դեմ առ դեմ իր խնդիրների հետ։ Մենք չենք սպասել, որ մեկը կամ էզի ինչ-որ տեղ օգնել։ Կօգնեն լավ, չեն օգնել մենք մեր խնդիրները կլուծենք։ Հնարավորության սահմաններում։ Այնպես չէ որ համատիրությունը կամ փող ունի, կամ սենքան խնդիրներ ունի։ Դրանպես համատիրությունները մեր հասարակությանը մերժված, ով կառավարություն, նոր կառավարություն կստեղծվի, անպայման համատիրությունների կաշխատի մի հատ նոր օրենք անել, որը ավելի վատն է, քան այն օրենքը։ Պատասխանատուներն ունեն խնդիրների լուծման այն տեսլականները, որոնք տարիներ շարունակ նշվում են՝ ծեր ծառերը փոխել նորերով, ավելացնել ջրատարներն ու ուղղել հոսքը դեպի Գյումրի գետակ, հիմնովին լուծել վթարային շենքերի խնդիրները, միայն նախընտրական ծրագրերի շրջանակներում մնացող այս լուծումների փոխարեն մարզում իրականությունն հիմա այլ է՝ հաղթահարել հերթական աղետը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։
Մենք դրել ենք բանի վրա, համոզենք, քարոզենք 2 հոգի պատիտա գյուլում ես, մի 15 հոգի դնում ես բանտը, պրծավ գնաց, սաղ բնա ջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն։ Այս մասին ասված է Սրբազան պայքար շարժման ղեկավարների եւ մասնակիցների ձայնագրության մի հատվածում։ Թե ինչպես էր Սրբազանը պատերի տակ գյուլում գնդակահարում, անշուշտ կտրիչի օրհնությամբ եւ սամոնների աջակցությամբ Facebook-յան իր էջում տեղադրած ձայնագրությանը կից գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրյա օլիգարխիա-կղերական խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր նաեւ քննչական կոմիտեի հաղորդագրությունը։ Քննչական կոմիտեն ի լրումն տարածված հաղորդագրության ներկայացրել է Սրբազան պայքար անվանումը կրող շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Բագրատ Գալստանյանը ձերբակալվել է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանը իրավապահների ուղեկցությամբ դուրս է գալիս իր կեցավայրից եւ նստում ավտոմեքենա։ Ավելի վաղ Սրբազան պայքարը հաղորդագրություն էր տարածել, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շարժման առաջնորդի կեցավայրում քննչական գործողություններ են իրականացնում։ Քննչական կոմիտեն էլ իր հերթին հայտնել էր, որ դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական ու այլ բարոյթային գործողություններ։ Մի հատ թողեք Սրբազանի
Սրբազան պայքար անվանումը կրող շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Հայաստանի քննչական կոմիտեի քննիչների կողմից Հայաստանի ազգային անվտանգության ծառայության եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ ու փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում հրազեն եւ ռազմամթեր գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթուկներ, ծխարցակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր եւ այլն։ Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ։ Քրեական վարույթի հետագա ընթացքի մասին քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ, նախաքննությունը շարունակվում է։ Բարեկամական խմբի մակարդակով Երևանում էին Լեհաստանի Սեյմի պատվիրակները։ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբը մեր երկրում է հարաբերությունների առավել զարգացման ու հեռանկարային համագործակցության ընդլայնման համատեքստում։ Առաջին հանդիպումը եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամների հետ է։ Առանցքում եվրոպական օրակարգին առնչվող հարցեր են։ Ազգային ժողովի падգամավորները լեհ գործընկերներին ներկայացրին Հայաստանի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ձգտումները։ Արման Եղոյանը փաստում է, որ Եվրամիության շրջանակում Լեհաստանը մեզ համար առանցքային երկիր է ու մանրամասնում պաշտոնական Երևանի հաստատուն դիրքորոշումը եվրոպական արժեքների ամրապնման հարցում։ Падգամավորի դիտարկմամբ մեզ համար հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Եվրամիության խորհրդում նախագահությունը ստանձնել է Լեհաստանը։ Իրենք եւս մեկ անգամ կարևորեցին որպես նախագահող երկիր այնտեղ արևելյան գործընկերության ձևաչափը, ինչպես նաև Եվրամիության հետագա ընդլայնման շուրջ հստակության կարևորությունը։ Հանդիպմանը հանձնաժողովի նախագահը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան կառույցներին հանձնարարել է դիտարկել եվրոպական ինտեգրման հարցում Եվրամիության անդամ երկրների հաջողված փորձը, որոնց թվում է նաև Լեհաստանը։ Եվրոինտեգրման ամենալավ պատմություններից մեկը ունի Լեհաստանը, տնտեսության թռիչքաձև աճով 20 տարի առաջվա համեմատ, եթե նայենք ենթակառուցվածքների զարգացմամբ եւ այս առումով իրենց փորձը մեզ համար շատ կարեւոր է։ Հաջորդ ասպեկտով էլ խորհրդարանականները Սեյմի գործընկերներին ներկայացրին մեր երկրի կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծն ու փաստեցին, որ այն տարածաշրջանում խաղաղության օրակարգի եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից կարևոր բաղադրիչ է։ Սա Հայաստանի Հանրապետության տեսլականն է, թե ինչպես պետք է հարաբերությունները կարգավորվեն հարևանների հետ։ Մեր տարածաշրջանը որպես խաչմերուկ, որպես կոմունիկացիա համաշխարհային իմաստով շատ կարևոր է եւ հույս ունենք, որ Լեհաստանը իր ներդրումը կունենա ահա այս սահմանների բացման եւ նորմալ կոմունիկացիաների վերականգնման հարցում։ Սեյմի պատվիրակության հաջորդ հանդիպումը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ է։ Սարգիս Խանդանյանը փաստում է, Լեհաստանում տեղի ունեցած ընտրություններով պայմանավորված որոշակի դադարից հետո ուրախ ենք կրկին վերադառնալ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման փուլ։ Անդրադարձ կատարվեց նաև վերջերս ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքին։ Խորհրդարանական վերջին հանդիպումը բարեկամական խմբերի միջև է, հայկական կողմից այն ղեկավարում է Արուսյակ Ջուլհակյանը, լեհական կողմից Լուցիան Պիետրշիկը։ Հայաստանը անվերջ սիրելու երկիր է, փաստում է մեր երկիր առաջին անգամ ժամանած Սեյմի падգամավորը։ Ինձ համար պատիվ է լինել քրիստոնեությունն առաջին ընդունած երկրում։ Ազգային ժողովի խորհրդարանականների հետ գործընկերային հարաբերություններից բացի հաստատված են ընկերական կապեր։ Նմանատիպ հանդիպումները արդյունավետ են թե Հայաստանի, թե Լեհաստանի համար։ Անդրադառնալով անվտանգային ուղղություններին Արուսյակ Ջուլհակյանը խոսեց նաև Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։ Այս առումով ես ուզում եմ
ընդգծել Լեհաստանի առանցքային դերակատարությունը Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության նախ ժամանակին հաստատման հարցում եւ ապա արդեն իսկ տեղում կատարված աշխատանքի առումով առաքելությունը առանցքային նշանակություն ունի Հայաստան-Ադրբեջան սահմանի կայունության ապահովման հարցում։ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից պատգամավորը խոսեց նաև վիզաների ազատականացման հարցում այս պահին ընթացող երկխոսության վերաբերյալ։ Երևանում Սեյմի պատվիրակները եղան նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգանքի տուրք մատուցեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Թեհրանում եւ իրանական այլ բնակավայրերում զանգվածային հավաքներ են անցել, ըստ տեղական լրատվամիջոցների մարդիկ տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը եւ աջակցություն հայտնել Իսլամական Հանրապետության զինված ուժերին։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանն ուղերձով դիմել է իրանցիներին։ Թշնամին խիստ եւ պատմական պատիժ կրեց մեր ժողովրդի հերոսական դիմադրության շնորհիվ ականատեսը դարձանք սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրյա պատերազմի ավարտին։ Պատմությունը չի մոռանա Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ֆոնին Իրանի թշնամիների դավաճանությունն ու համաձայնությունների խախտումը։ Ագրեսորը չկարողացավ հասնել իր նպատակներին, այն է մեր միջուկային օբյեկտների ոչնչացմանը եւ քաոսի տարածմանը։ Փեզեշքյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, հավատացրել Թեհրանը պատրաստ է լուծել Վաշինգտոնի հետ առկա խնդիրները միջազգային նորմերին համապատասխան։ Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ չեն հրաժարվի միջուկային ծրագրից, քանի որ լուրջ ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ, բազմաթիվ զոհեր տվել դիմադրել պատժամիջոցներին։ Իրանի ծրագիրը թափանցիկ է եւ գտնվել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո, հավելել է Աբբաս Արաղչին։ Իրանական կողմը նաև հավատացնում է, որ հավատարիմ կմնա հրադադարի ռեժիմին, եթե Իսրայելը հետևի դրան։ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ թե Իսրայելը, թե Իրանը հավասարապես ցանկացել են դադարեցնել պատերազմը։ Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային բոլոր օբյեկտներն ու կարողությունները, այնուհետև դադարեցնել պատերազմը, գրել է ԱՄՆ նախագահը։ Բենյամին Նեթանյահուն եւս հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժման մասին եւ խոստացել նորից հարվածել Իսլամական Հանրապետությանը, եթե փորձ արվի վերակենդանացնել ծրագիրը։ Չնայած Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների պնդումներին, CNN-ը եւ New York Times-ը հղում անելով ԱՄՆ ռազմական հետախուզությանը հայտնում են, որ իրանական օբյեկտներին հարվածները լիովին չեն ոչնչացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը։ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին ապատեղեկություն տարածելու համար։ Սպիտակ տունը հայտարարել է, որ փորձ է արվում նվաստացնել Թրամփին եւ վարկաբեկել ամերիկյան զինված ուժերը։ Հագայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահները, բանակցություններն անցել են փակ դռների հետևում։ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները, տարածաշրջանային եւ համաշխարհային հարցեր, ընդգծել Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդելու կարեւորությունը։ Ըստ թուրքական կողմի Էրդողանը նշել է, որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի եւ ներդրումների բնագավառում։ Նրա խոսքով գործակցության զարգացումը, այդ թվում պաշտպանական արդյունաբերության ոլորտում թույլ կտա երկկողմ առևտրի ծավալը հասցնել $100 միլիարդ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն Թուրքիայի նախագահը ողջունել է Իսրայելի եւ Իրանի միջև Թրամփի ջանքերով ձեռք բերված հրադադարը, հույս հայտնել, որ այն կլինի մշտական։ Էրդողանը նաեւ մատնանշել է Գազայի հատվածում մարդասիրական ողբերգությունը դադարեցնելու եւ Ուկրաինայում պատերազմը կարգավորելու անհրաժեշտությունը։ Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են Իսլամական Հանրապետության եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին օրինագիծը։ Խորհրդարանի ներկայացուցիչ Ալիրեզա Սալիմին տեղեկացրել է, որ ըստ փաստաթղթի գործակալության աշխատակիցներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, ստուգումներ անցկացնելու համար, եթե Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների անվտանգությունը չապահովվի եւ չերաշխավորվի միջուկային խաղաղագործունեություն ծավալելու Իրանի իրավունքը։ Ավելի վաղ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատրաստակամություն էր հայտնել հնարավորինս շուտ վերսկսել Իրանում միջուկային պաշարների ստուգումները։ Կառույցի տվյալով ամերիկյան հարվածների հետևանքով տուժել են Նաթանզի օբյեկտի ստորգետնյա սրահները, որտեղ նախկինում ուրանի հարստացում է իրականացվել։ Ռադիոակտիվ եւ քիմիական նյութերի տեղային արտանետում է գրանցվել, սակայն օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկություններ չկան։
ԱՄՆ կոնգրեսական Բադի Քարթերը նախագահ Թրամփին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի եւ Իրանի միջև զինված հակամարտությունը դադարեցնելու եւ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար։ Կոնգրեսականը պնդում է, որ Սպիտակ տան ղեկավարը բացառիկ եւ պատմական ջանքեր է գործադրել։ Զուգահեռ Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Էլ Գրինը Թրամփին իմպիչմենթի ենթարկելու բանաձև է ներկայացրել, մեղադրելով Սպիտակ տան ղեկավարին առանց կոնգրեսի համաձայնության Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու եւ նախագահի լիազորությունները չարաշահելու համար։ Սակայն Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ մերժել է Գրինի նախաձեռնությունը։ Իրան-Իսրայել հակամարտության ընթացքում հարվածներ են հասցվել նաև Իրանի միջուկային օբյեկտներին, ինչը անհանգստություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից անմիջապես գործողությունների հաջորդ օրը մոբիլ խմբեր են ուղարկվել Հայաստանի հարավային սահման չափումներ իրականացնելու։ Կենտրոնի տնօրեն Արմեն Ամիրջանյանն արձանագրում է. Ագարակ Մեղրի Քաջարյան տեղում չափումներ են կատարել եւ բնական ֆոնի փոփոխություն չեն հայտնաբերել։ Բացի դրանից տեղադրել ենք ստացիոնար մոնիտորինգի կայան, գամմա ճառագայթման գրանցման, որը on-line ռեժիմով տվյալները փոխանցում է, ելի այդ կայանի չափումները ցույց են տալի, որ նորմալ բնական ֆոն ունենք, ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Կայանը շարունակելու է անա ագարակի մոտակայքում տեղադրված եւ մենք տվյալները անընդհատ ստանում ենք, անընդհատ ուշադիր հետեւում ենք, որևէ փոփոխություն չենք հայտնաբերել։ Միջուկային աղտոտվածությունը ռադիոակտիվ նյութերի արտանետումն է շրջակա միջավայր։ Բնակչության շրջանում առավել հայտնի է ուրանը։ Հողի մեջ դրա թույլատրելի սահմանները գերազանցելու դեպքում այն հասնում է մարդու օրգանիզմ։ Չմշակված թափոններից, որ երկար ժամանակ այդ թափոնները մնում են, այնտեղից կարող են ոնց որ արտանետվեն դուրս գան այդ ուրանի որոշակի քանակություններ, թե անձրևի բանի ժամանակ հոսեն, գնան տարածվեն ու չգիտեմ հողի մեջ մտնեն, ջրի մեջ մտնեն, բնական է եթե մտնեն հողի ջրի մեջ, այնուհետև դրանցով կհարստանան նաև բույսերը, հետո չգիտեմ անասունները կուտեն, մի խոսքով այսպես շղթայական կփոխանցվի մարդկանց, կամաց դեպի մարդու օրգանիզմ կհասնի։ Պետությունների համար գուցե ֆինանսական տեսանկյունից հարստացված ուրանի արտադրությամբ զբաղվելը ձեռնտու է, բայց մարդկանց առողջությանը կարող է վնաս հասցնել, արձանագրում է Լուիզա Վարդանյանը։ Ամենաառաջնայինը գլխացավից սկսի, կարա, չգիտեմ, սրտխառնոց, կարա նույնիսկ մազաթափության առաջացնի, այսինքն ամենաթեթև ոնց որ առաջնային ազդակները դա են, ու ամենածանր դեպքերում դա արդեն ռադիոակտիվ, այսպես կոչված թունավորություն է կոչվում, որը արդեն, չգիտեմ, մի քիչ ավելի ծանր հիվանդություն է, հավանաբար դրանք են ուռուցքային, կարող է բերի տարբեր ուռուցքների առաջացմանը, այսինքն օրգանիզմում բոլոր կենսագործունեությունը կխախտվի։ Ինչպես պաշտպանվել ռադիացիոն ֆոնի փոփոխության դեպքում, մանրամասնում են Կապանի բժշկական կենտրոնից։ Հիմնականում պետք է, այսպես ասած, պատուհանները փակ լինեն, նոր, այսպես օդի մուտքը փակելու համար։ Բոլոր սնունդները օգտագործելուց, հատկապես բանջարեղենները, պետք է շատ լավ դվանալ, հետո նոր օգտագործել։ Հիմնականը դրանք են, որը պետք է խիստ պահել։ Բժիշկ Նարեկ Գաբրելյանը եւս մեկ անգամ հաստատում է, Սյունիքի մարզում ախտահարման դեպքեր չեն գրանցվել, սակայն կան որոշակի նախանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Ախտահարումը լինելու պարագայում հիմնականում արտահայտվում է բարձր ջերմությամբ, դող, սարսուռ, մկանային ցավեր, ընդհանուր թուլություն, ախորժակի անկում։ Նշված ախտանիշներից ի հայտ գալու պարագայում անհապաղ պետք է դիմել բժշկի։ Իհարկե առաջինը հիմնականում որ պացիենտները դիմեն դա ընտանեկան բժիշկներն են, շտապ օգնություն հազանգելն է, դա ամենակարևորն է, որպեսզի ինչքան շուտ եւ արագ կազմակերպվի տվյալ հիվանդների բուժօգնությունը, այնքան ավելի հեշտ կլինի խուսափել ավելի մեծ բարդություններից։ Երիտասարդները ստեղծում են համը, խոհարարություն եւ արհեստներ խորագրի ներքո Գավառ քաղաքում անցկացվում է արհեստների միջազգային 4-րդ փառատոնը։
Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է արհեստների, խոհարարության եւ մշակութային գունաբնակի։ Հայաստանի եւ արտերկրի արհեստավոր վարպետները, մշակութային խմբերն ու խոհարարները, Գեղարքունիքի մարզի մշակութային հաստատություններն ու տնտեսվարողները առանձին տաղավարներով ներկայանում են ձեռագործ աշխատանքներով եւ տեղական արտադրանքով։ Ցուցահանդես վաճառքին զուգահեռ իրականացվում է նաեւ վարպետաց դասեր։ Գավառի ընտրությունը կապված էր հենց նրանով առհասարակ մարզի, որ գավառը հարուստ է շատ հետաքրքիր խոհարարական ավանդույթով եւ բացի այդ այստեղ հատկապես շատ ակտիվ են երիտասարդ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք մեծ գործունեություն են ծավալում ոչ ընդհանրական մշակութային ժառանգության նաեւ ոլորտում։ Շատ ուրախ է ստեղ հետաքրքիր մթնոլորտ մեր հին ընկերներին տեսանք, շփվեցինք եւ նոր ծանոթություններ ենք ձեռք բերում։ Փառատոնն իրականացվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Սա մեր շարունակական քաղաքականությունն է, որը ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը եւ այդ իմաստով նաեւ շատ կարեւորում եմ, որ փառատոնը միջազգային է, այսինքն այստեղ ոչ միայն հայաստանցի վարպետներ են, այլ նաեւ այլ երկրներից ժամանած, որը ցույց է տալիս նաեւ, որ այս ուրեմն ոչ նյութական մշակութային ժառանգությունը մեզ համընդհանուր արժեքների դաշտ է տանում, որոնք մենք կիսում ենք միասին։ Յուրաքանչյուր տարի ընտրվում է որևէ համայնք, որևէ մարզ։ Մեր առաջին փառատոնը Գյումրիում էր, այնուհետև Դիլիջանում, Արենիում։ Այստեղ ներկայացված է մոտ 70 վարպետ, ինչպես նաև վարպետներ արտերկրից 7 երկիր են ներկայացված եւ բնականաբար ամենահարուստ հատվածներից մեկը հենց խոհարարական հատվածն է, որտեղ այցելուները հնարավորություն ունեն համտեսելու ամենահամեղը։ Я пришла из Эстонии. Ես եկել եմ Էստոնիայից, տպավորություններս աննկարագրելի են։ Ներկայացնում եմ 19-րդ դարի էստոնական փայտագործության նմուշներ, պատմում եմ ինչպես են պատրաստվում եւ ինչու են դրանք մեզ համար կարեւոր։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը ծանոթանում են հյուրերին ու ցուցադրություններին, մասնակցում հանդես մրցույթներին, պարգևատրում լավագույններին։ Երևանից եմ եկել, հասել Գավառ, մոտեցել եմ բոլոր տաղավարներին, մեկը մեկից համով, եթե ուզում եք համով բաներ ուտել, համեցեք Գավառ։ Սա նաև տնտեսական զարգացման հնարավորություն է ստեղծում, որովհետև քաղաքում երկու օր աշխուժություն է բոլոր ենթակառուցվածքներում, սկսած հյուրատնային ծառայություններից, սննդի ծառայություններ, խոհանոց եւ նաև մեր այցելու զբոսաշրջիկները, մշակույթի գործիչները, արվեստագետները հնարավորություն կունենան վայելու քաղաքի մեր ավանդական ուտեստները, ինչը նաև մեր քաղաքի այցեքարտն է։ Հայկական ոչ նյութական արժեքների վերհանումը, մեր առօրյայի մաս դարձնելը եւ սերունդներին դրանք փոխանցելը որպես փառատոնի գերակա գաղափար 2 օրերի ընթացքում դրսևորվում է ելույթներով, թաղիքի գորգի պատրաստմամբ հայ եւ օտարազգի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես վաճառքով, ավանդական ուտեստների պատրաստմամբ եւ ներկայացմամբ, լարախաղացի ելույթով, ավանդական երկուպարով, ավանդական խաղերով, թանգարանային ցուցադրություններով, վարպետության դասերով եւ ազգագրական, էթնիկ, հին ու մոռացված երգերը վերհանված երաժշտական խմբերի համերգներով։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բուժվարչության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գերմետ ընկերության նախաձեռնությամբ այս օրերին բարեգործական եւ ուսուցողական նպատակներով Հայաստանում են Ֆրայբուրգի համալսարանի դոկտոր պրոֆեսորներ Ռոբերտ Թիմեն, Լորենց Եգերը եւ Գերմետ ընկերության տնօրեն Արմեն Կիրակոսյանը։ Ռոբերտ Թիմեն եւ Լորենց Եգերը կհետազոտեն բուժվարչության մի խումբ բուժառուների, ինչպես նաեւ կներկայացնեն ժամանակակից բժշկության Գերմանիայի փորձը։ Գաստրոենտերոլոգիայի, գեպատոլոգիայի եւ ուռուցքաբանության ուղղությամբ մեր բժիշկները եւ Գերմանիայի Դաշնության պրոֆեսորները համատեղ հետազոտելու են հիվանդներին, հետագայում էլ աջակցություն է լինելու այդ հիվանդներին այնտեղից Գերմանիայից եւ սա դառնալու է շարունակական, այլ մասնագետներ եւս ժամանակ առ ժամանակ հաճախելու են, նայելու են մեր հիվանդներին
Գերմանիայից ժամանած մասնագետները հունիսի 23-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության բուժվարչությունում ներկային բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառմանը։ Բուժվարչության պետ Սուսաննա Մուրադյանը մասնագիտական տոնի արդիվ շնորհավորելով բուժաշխատողներին նշեց, որ նման հանդիպումները կարևոր են մասնագիտական կարողությունների զարգացման եւ միջազգային փորձի փոխանակման համատեքստում։ Ռոբերտ Թիմեն եւ Լորենս Եգերը ներկայացրեցին հիվանդությունների հայտնաբերման, կանխարգելման եւ բուժօգնություն ցուցաբերելու գերմանական փորձը, ինչպես նաեւ պատասխանեցին բուժվարչության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին։ Սուսաննա Մուրադյանը բարեգործական առաքելության համար պատվոգրեր հանձնեց Գերմանիայից ժամանած հյուրերին։ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ պարգևատրվեցին նաեւ ներքին գործերի նախարարության ոստիկանության բուժվարչության մի շարք աշխատակիցներ։ Հունիսի 19-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տաննապոյնի պահում եւ օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում։ Տանտանիքում հայտնաբերվեց չորացված մանրացված զանգվածով ապակել 4 տարա։ Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց մոտ 2 կիլոգրամ 150 գրամ։ Բացի այս, տարածքի ետնամասում հայտնաբերվեց որսորդական հրացան։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։